Դուք եկել եք այստեղ ասում եք օй, մեր միտինգը այսքան չէր, մեր միտինգը այսքան էր։ Քաղաքական շաբաթը մեկնարկեց քաղաքացիական պայմանագրի եւ ուժեղ Հայաստանի մեծ ճակատամարտով հանրային եթերում։ Եվ ոչ մեկում դրանցից մարդ չի գնդակ, ավելի տարբերություն ձեր իշխանության տարիներին։ Իշխող կուսակցության եւ առաջատար ընդդիմադիր ուժի ներկայացուցիչների այս բանավեճը հեռարձակվեց ապրիլի 13-ին, դրանից ուղիղ 1 օր անց ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները ստիպված էին իրենց մոտեցումները ներկայացնել արդեն ոչ թե հմեկի տաղավարում, այլ դատարանի դահլիճում։ Հարգելի հայրենակիցներ, այս պահին մենք գտնվում ենք հակակոռուպցիոն դատանի բակում, որտեղ գտնվում է գործընկերուհուս Գոհար Ղումաշյանի խափանման միջոցի հարցը։ Կուսակցության գրասենյակից բերման ենթարկված Գոհար Ղումաշյանին հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրում էր նախընտրական շրջանում բարեգործության կանոնները խախտելու մեջ։ Դատարանը սակայն ներկայացված հիմքերն ըստ ամենայնի այնքան էլ հիմնավոր չհամարեց։ Ղումաշյանի խափանման միջոց որպես սահմանելով նույնիսկ ոչ թե տնային կալանքն, այլ ընդամենը վարչական հսկողությունը։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ուժեղ Հայաստան կուսակցության անդամների եւ նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք ընտրողների ընտրակաշառք է բաժանվել։ Ղումաշյանին բերման ենթարկելուց 2 օր անց ապրիլի 16-ին իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեցին ուժեղ Հայաստանի Արտաշատի ակտիվիստները, ընդհանուր առմամբ 15 հոգի, նույն բարեգործության անվան տակ ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով։ Սամվել Կարապետյանի կողմնակիցներից ոմանք շաբաթվա երկրորդ կեսին արդեն ենթադրում էին, թե ուր են տանում այս բոլոր զարգացումները։ Սա նաև փորձ է իշխող ուժի համար, իրենց համար իբրև թե հիմքեր ապահովել, որպիսի կարողանան փորձել չգրանցել մեր ուժը։ Ի տարբերություն կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանի, ուժեղ Հայաստանի նախընտրական ցուցակի 4-րդ համար Դավիթ Ղազինյանն այս շաբաթ ավելի լավատես էր։ Այդ ճոխությունը նույնիսկ այս բռնապետական ռեժիմը չի կարող իրան թույլ տալ, որովհետև իհարկե, որովհետև որպես այդպիսի ընտրությունները լեգիտիմ չեն լինի արդեն, որովհետև եթե դու բոլոր օբյեկտիվ սոցհարցումներով այսպես առաջի տեղի իշխանության ձգտող ուժ ես, եւ այդ ուժի չմասնակցությունը արդեն լեգիտիմության խնդիր է առաջանում։ Ես չեմ հիշում Հայաստանի պատմության մեջ այդպիսի։ Ազատություն, Սամվել Կարապետյանի։ Ուժեղ Հայաստանի գլխավոր լավատեսը սակայն կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն էր, չնայած այն հանգամանքին, որ դատարանն ապրիլի 17-ին 3 ամսով երկարաձգեց նրա տնային կալանքի ժամկետը, Տաշիր գրուպի սեփականատերը շարունակում էր պնդել, իր կուսակցության հաղթանակը հունիսի 7-ին անխուսափելի է։ Մեր շանսերը գնահատում ենք ուղիղ 100%։ Առաջիկա ընտրություններին մասնակցող մեկ այլ խոշոր գործարարով Գագիկ Ծառուկյանով այս շաբաթ զբաղվում էին ոչ թե իրավապահներն, այլ կառավարության աշխատակազմի ղեկավարը, որը համատեղության կարգով նաև Ծառամարտի ֆեդերացիայի նախագահն է։ Գագիկ Ծառուկյանը իրավունք չունի այլևս 70-ը լրանալուց հետո հավակնելու ՀԱՕԿ նախագահի պաշտոնին։ Ինչու իշխանություններն Օլիմպիական միջազգային խարտիայի այս պահանջի մասին հիշեցին ընտրություններից ընդամենը 2 եւ Գագիկ Ծառուկյանի 70-ամյակից 7 ամիս առաջ քաղաքապայմանագրում չեն հստակեցնում։ Ինքը Գագիկ Ծառուկյանն իր անվան շուրջ ծավալվող իրադարձություններին այս շաբաթ հետևում էր Մոսկվայից։ Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար, Օլիմպիական կոմիտեի նախագահ Միխայիլ Դեգտյարևի հրավերով ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-ից 16-ը Մոսկվայում էր։ Уважаемый Николай Владимирович, дорогие друзья. Իդեպ տպավորություն է ստեղծվում, որ ապրիլի 1-ին Կրեմլում կայացած Փաշինյան-Պուտին բանակցություններից եւ դրանց ժամանակ Երևանի հասցեին հնչեցված թափանցիկ ակնարկներից հետո Ռուսաստանի հետ ջերմ հարաբերությունների անհրաժեշտությունը դառնում է ընտրությունների գլխավոր թեմաներից մեկը։ Նիկոլ Փաշինյանն այս շաբաթ շարունակում էր պնդել, իր եւ Ռուսաստանի նախագահի ապրիլ 1-յան կոշտ զրույցն իրականում խիստ բարեկամական էր։ Մենք Ռուսաստանի Դաշնության չենք վիճել, չենք վիճում, չենք վիճելու։ Ես Ռուսաստանի Դաշնություն կատարած իմ վերջին այցը համարում եմ շատ հաջող, իսկ նրանք, ովքեր ուզում են խաթարել Հայաստան-Ռուսաստան բարեկամությունը եւ եղբայրությունը, այդ մարդիկ պարզապես ինաստրաննի ագենտ են։ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին այս շաբաթ խոսում էր նաև Փաշինյանի այն միակ մրցակիցը, որը Ռուսաստանի նախագահի հետ երկարատև եւ բավական սերտ շփման փորձ ունի։ Խնդիրները լուրջ են, կարծում եմ այնինչ ասում եք գալիս է հետևյալից, իրենք զգացել են, որ
մարդիկ մտահոգված են այդ հարաբերությունների սրման։ Եթե կան մեր ժողովրդում մի մասը, որը որոշակի հիասթափություն ունի Ռուսաստանից Արցախի կորուստի հետ կապված, ապա դա չի նշանակում, որ այդ զանգվածը ուրախ է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ կապերը խզի կամ թշնամանա։ Իմիջայլոց այս վերջերս, երբ որ ինքը գնում է քարոզարշավ, աշխով հիմա քարոզարշավ է իրականացնում։ Ինչով է տարբերվում սովորական նախընտրական քարոզարշավից։ Այդ շփումների ընթացքում գրեթե ամեն անգամ, երբ դուրս է գալիս, առնվազն մեկին հանդիպում է, որ ասում է, ես Ռուսաստանում խնդիրներ եմ ունեցել ձեր արած հայտարարությունների եւ ձեր քաղաքականության պատճառով։ Մեծ քաղաքականություն ոդքասթի շրջանակներում Հայաստան դաշինքի 3-րդ համար Աննա Գրիգորյանի այս դիտարկումը մեկ անգամ եւս հաստատվեց Փաշինյանի Լոռու մարզ կատարած այցի ժամանակ։ Լավ եք տղեր։ Լավ չէ։ Հա? Թե լավ չէ, քլաս եք տնա։ Դրսում աշխատող մարդիկ ենք։ Մեր համար շատ վատ է։ Ինչի։ Ձեր քաղաքականությունը շատ բան։ Անհամեմատ ավելի քիչ խնդրահարույց էին Փաշինյանի այս շաբաթվա շրջագայություններն Արարատյան դաշտավայրում։ Արարատ քաղաքում Փաշինյանին դիմավորեցին խաղաղություն բացականչություններով ու երախտիկի խոսքերով։ Շնորհակալ ենք մենք ձեզանից։ Շնորհակալ ենք ձեզանից։ Անցեք երեխեք, դուք անցեք, սկզբից դուք։ Վեդիում կառավարության ղեկավարը շփվեց մանուկների հետ։ Ինչ է անունդ։ Ինչ։ Ինչ։ Խենթ։ Ապրես շատ։ Իսկ Արտաշատի ավագ դպրոցում կառավարության ղեկավարը մի քանի արժեքավոր խորհուրդ տվեց պատանի ֆուտբոլիստներին։ Դարպասապա, գիտես ինչ է միլիոնով զրո, որովհետև ձեռնդ ջեբիտ ես դարպասին կանգնած այ դրա համար, որ ձեռնդ գոնե ձեր գրպաններին ցտանես կարող է 500,000-ով զրո լինել։ Հովերգական այս բոլոր տեսարանները սակայն մոռացվեցին, երբ ապրիլի 17-ի երեկոյան Նիկոլ Փաշինյանը մոտեցավ ազգային ժողովի ամբիոնին։ Եթե ես հիմա ասեմ, գիտեք ինչ կարող է ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը, ուժեղ ՀՀԿ-ն, Հայաստան դաշինքը ու ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան, նշանակում է ես իմ մտքով անցկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում այդքան շուն ու շանգյալ կա, որ կարա իրանց օգտին կքվյարկի։ Հիշեցնեմ միայն, Փաշինյանի կողմից այս ելույթում թիրախավորված քաղաքական ուժերի օգտին 2021-ին քվեարկել էր գրեթե 400,000 Հայաստանի քաղաքացի։ Որքան մարդ ձայն կտա նրանց այս տարի կիմանանք 2 ամսից։ Ընդդիմադիրներից ոմանք սակայն 2026-ի դեռ նույնիսկ պաշտոնապես չմեկնարկած ընտրարշավում մի առանձնահատկություն են նկատում։ Նիկոլ Փաշինյանը կարծես աշխատում է բացառապես իր ընտրողների համար, որոնց թիվն ըստ միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հետազոտության 24% է։ Պատկերավոր ասած, սոված թոշակառու չկա։ Հայաստանում ի դեպ տարածված կարծիք կա, որ Փաշինյանի ամենահավատարիմ ընտրազանգվածը թոշակառուներն են։ Սա էր թերևս պատճառը, որ Նիկոլ Փաշինյանն այս շաբաթ որոշեց ընտրողների հենց այս խմբին հերթական աչքալուսանքը տալ։ 900 դրամով Գյումրի Լառնակա ավիատոմսկա, այսինքն մեր բարձրացած թոշակով, ապրիլի 1-ից բարձրացած թոշակառուն կարա 5 հատ տուդա բրատնա տոմսարնի։ Թոշակառուները սակայն ոչ էժան տոմսերի տեղը գիտեին, ոչ էլ Լառնակայի։ Լառնակա։ Ինձ ոչ արև է կարելի, ոչ աղի ջուր է կարելի, ոտեր տնել կնամ Կիպրոսի ինչ անե։ Արդյոք Հայաստանի թոշակառուները համաձայն են, որ կառավարության գործադրած ջանքերով իրենց թոշակը այնքան է բարձրացել, որ արդեն հոգում են նվազագույն կարիքները ու կարող են մտածել ծովափնյա հանգստի մասին։ Հաճույքով եմ արձանագրում, որ մենք կենսաթոշակառուների սոցիալական ապահովության ոլորտում ունենք պատմական նվաճում։ Դու գալատ է անում։ Ասում է։ Տիկին Ֆրիդան իր 60,000 դրամն է առաջարկում վարչապետին ու թոշակի ավելացումը նվաճում համարող նրա թիմակիցներին, թող ապրեն, ասում է։ Ես երեխեք ունեմ, ինձ վարտի նման պահում են։
Եվ վերջում վարդերի մասին Նիկոլ Փաշինյանի առավոտյան սրտիկա ցուցադրության սեանսերի ժամանակ հենց այս ծաղկի մասին երգերն են, որ հաճախ են հնչում որպես ֆոնային երաժշտություն։ Այդ շաբաթ սակայն վարդը դարձավ Ադրբեջան ներմուծված առաջին հայկական ապրանքատեսակը։ Այդ երկրի պետեկամուտների կոմիտեն 5 օրը հայտարարեց, որ մարտ ամսին Հայաստանից Ադրբեջան 960 ամերիկյան դոլարի վարդ է ներմուծվել։ Ծաղկեփնջի գույնը ադրբեջանական կողմը չէր հստակեցրել։